Միքայելյանս, այսօր այստեղ եմ ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեր բոլոր քաղաքական բանտարկյալների, հայ բարերար Սամվել Կարապետյանի, բարձրաշնորհ Միքայել Սրբազանի, բարձրաշնորհ Բագրատ Սրբազանի, գերաշնորհ Մկրտիչ Սրբազանի և արժանապատիվ Տեր Գարեգինի, ցավոք նրանց թիվը գնալով շատանում է ամեն օր։ Ու գլխավոր թիրախը ոչ միայն վեհափառ հայրն է, այլ բուն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որն այսօր միակ կառույցն է, որը չի հպատակվում թշնամու տնային աշխատանքներին։ Մենք նույնպես չենք հպատակվելու, բայց ինչպես։ Ինչ կարող է անել սովորական քաղաքացին այն պայմաններում, երբ պետք է գործի ինքնուրույն։ Պետք է դիմել խաղաղ անհնազանդության միջոցների և դրանցից մեկն էլ այսօրվա հանրահավաքն է։ Ցանկացած դիմադրության միջոց, որը չի խախտում օրենքը, բայց թույլ է տալիս ցույց տալ անհամաձայնություն, կարճ ասած դիմադրություն։ Եթե մեր գործողությունները իսկապես լինեին աննշան, այսօր այստեղ այսքան ոստիկան չէր լինի։ Եվ Facebook-յան մեկ հրապարակման համար մարդկանց չեն ձերբակալի։ Որքան շատ ձերբակալվեն մեր հայրենակիցները, այնքան շատ մարդ պետք է կանգնի նրանց տեղում, բարձր պահելով դիմադրության դրոշը։ Կալանավորումները, ձերբակալությունները ու հետապնդումները թող լինեն այն արդար գինը, որ մենք պատրաստ ենք վճարել մեր Հայաստանի, Արցախի ու հայ ազգի ազատության համար։ Եվ արդեն վճարում ենք իդեմս սրբազան հայրերի, իդեմս մեծանուն գործարարների, պատերազմի վետերանների և մեր նահատակների հարազատների, ովքեր մեր հայրենիքի արժանապատիվ հայրերն ու մայրերն են, և ովքեր վառ են պահում իրական հայի կերպարը ու թույլ չեն տալիս մեզ մոռանալ, թե ինչպիսին է իրական հայրենասեր և արժանապատիվ հայը։ Ի հեճուկս փոքրիկ խմբակի, որն անում է ամեն ինչ, որպեսզի մենք հիասթափվենք, ինքներս մեզնից և չհավատանք մեր հավաքական ուժին, մենք պայքարում ենք տարիներ շարունակ։ Ես մասնակցել եմ դիմադրության գործողություններին 2020 թվականին, հաջողության չենք հասել։ Ես շարունակել եմ դիմադրել 2021-ին, կրկին չենք հաջողել։ Ես միևնույնն է, դիմադրել եմ 2023-ին, 2024-ին, և շարունակելու եմ դա անել այնքան,
մինչև չհասնենք հաջողության։ Սա է իմ ձևը, սա մեր բոլորի ձևն է, չհանձնվել, չհանձնվել, չհանձնվել։ Սիրելի հայրենակիցներ, մենք չունենք վերջնաժամկետ ու սահմանափակում, թե քանի փորձից դա պետք է ստացվի, բայց դա պետք է արվի հետևողական, մինչև չտեսնենք մեր ցանկալի արդյունքը։ Սա է դիմադրությունը և սա անհրաժեշտ է ցույց տալ ոչ միայն փոքրիկ խմբակին, այլ նաև միջազգային հանրությանը։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հաշտվում, չենք լռում, չենք համաձայնվում, ու մեզ հնարավոր չէ ծնկի իջեցնել։ Պայքարի դրոշը պետք է վայր չընկնի։ Մենք միշտ ասել ենք, գնալու ենք մեր ճանապարհով։ Բոլոր փորձերը նույնականացնելու մեզ այլ ուժերի հետ դատապարտված են ձախողման։ Մարդիկ մեզ հավատում են։ Հավատում են Սամվել Կարապետյանին, որպես այս շարժման գաղափարական առաջնորդի, և մենք բոլորս պարտավոր ենք ամեն գնով արդարացնելու այդ հավատը։ Եվ սա մեր միանշանակ սկզբունքն է։ Սիրելի ժողովուրդ, մենք պայքարում ենք այն Հայաստանի համար, որտեղ չկան խոսքի ու խղճի բանտարկյալներ, որտեղ չի հետապնդվում հայ առաքելական սուրբ եկեղեցին, որտեղ չեն փակվում եկեղեցու դռները, որտեղ չի ապականվում նաև ցեղասպանության հուշահամալիրը, որտեղ բռնության չեն ենթարկվում մեր զոհերի ծնողները հենց եռաբլուրում, որտեղ Արարատը արգելված պտուղ չէ, այլ արժեք պատմական, որտեղ խաղաղությունը արժանապատիվ է ու դրա համար է իրական